Բարի երեկո, սիրելի հեշտադող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ցեզ AMGA հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Թեգդեմպեր ենք եւ գսկսինք արդեն ուրախության խնջույքների օրերը արդեն մեր թեմեն։ Եվ պետք է ասել, որ հարաճիգա օրերուն մենք պիտի ունենանք ուրախության օր։ Տեսեք սիրելիներ, հին հայկական խոստումը գսե մեր կյանքը լեցուն է ժպիտով եւ արցունքով, ուրախությամբ եւ դխրությամբ։ Ուրեմն սիրելիներ, եկեք ինչպես որ ժամանակին բանաստեղծումը ասած էր, ինչ է այս աշխարհի մեջ մարդուս կյանք, գաթիլ մահաճույք ու ձով դարաբանք, եկեք մենք ցմրուր կամենք այս գաթիլ մահաճույքը, որ վանենք մեզ մե դարաբանքը։ Եվ ուրախություն է, եւ դոնական օրեր է որ կան։ Եվ այս արիթով ես խնդրեցի իմ լավ ընկերներս եւ պիտի ասեմ վաղեմի ամենահին ընկերներս, որ ինքը այսօր կա։ Գիտեմ շատ սպաղած է, պապայի երիտասարդ պապայի երկու երեխաներու, բայց եւ այնպես հոժարեցավ այսօր տաղավարաններ մեզի հյուրելալու։ Բարի երեկո Ժոզեֆ Գրիգորյան։ Բարի երեկո երիտասարդները, մանավանդ երիտասարդ աղջիկներ քեզ շատ կսիրեն։ Իցածալ։ Այո, բախտավոր եմ, չէ՞։ Այո։ Հա, ինձ սիրող չի գա դենադրամա։ Նա ցայնունիմ նա բանգա։ Բարի երեկո, շեվ իրապես շնորհակալ եմ, որ չմերժեցիս մեր հրավերը եւ եկար։ Նախքան ծրագիրներու մասին խոսիլը, կուզեմ գիսվիլ մեր հերոստատիտող բարեկամներուն մեր ընկերության կդրված այս երկարամյա չեմ ասել քանի տարիներով որովհետեւ տարիքնից մեջտեղ չելն է այո այս տարի ես 60 եղա չելա մեջտեղ այո եւ ուրեմն տարիներ առաջ երբ նոր սերունդ մշակութային միության նոր սերունդ հերոստաժամի խոսնագեի եւ մեր ընկերներն Միրան Խաչատուրյանը հերացայինեց ասավ որ երդասարտ երկիչը եկած է Լիբանանեն եւ քո ծրագրիդ հետ մեկ հատ ինտերվյու ունեցիր անկեղծ ասած այդ երիտասարդի անունը չէի լսած նոր որտեվ Լիբանանեն 75-ին իվեր դուրս է եկած ընդհանրապես Լիբանանի հետ անմիջական կապ չունեի բայց ճակատագրաբար մերիներուն հետ որտեղ այն ժամանակ Լիբանան գտնվեին հերախոսի զանգով աչուցախ խոսելեն հետո ասի ժողովուրդ ջան կճանչնակ երիտասարդ երկիչ մգա եղեր հոսքու հոս եկեր է անունը Ժոզեֆ Գրիգորյան է բաբաս անդեղեն ասավ ծադիգա մեր դղան է ասավ Հակոբ Ջասարան Հակոբ միշտ ֆուլ կուկա գոդե ասավ Ալլա իրհամ այո եւ այդ որ համար ասավ հոյակապ ասավ հեչ մի մտածել մեր դղան է ասավ Ժոզեֆ Փարիգուն եւ պետք է ասել, որ ես շատ ուրախ եմ, ինչու։ Հայաստանեն դուրս արտասահմանի մեջ, քոնե միջին արևելքին մեջ, մենք հայապահպանումը մեր ոգի բրին, ցերկով, հոգիով, սիրտով, ամեն ինչով պահպանեցինք հայությունը։ Թեև սիրողական կետնի վրա էր, բայց ամեն ինչեն վեր հայրենիքներ, ազգներ, ժողովուրդներ, մշակույթներ պահպանող։ Եվ կներես եթե քու համեստությունը չեմ ուզեր վիրավորել, բայց ասեմ, որ այդ վաղեմի ճամփային շարունակությունն ես դու։ Լիբանանի մեջ հորս ժամանակ Լևոններ, Կաթերջյաններ, որ հոս Ֆիշեր
լոսրվան կլենդել միշտ կուկայի եւ բաբայի մասին կպատմել։ Հետո ադիսներ։ Հետո Փոլներ, Մաքսիմներ եւ այլ։ Եվ անկի հետո շարունակությունը եղավ թուն։ Փերիր երդասարտներուն նոր շունչ, նոր ավյուն, նոր երանդ, նոր երաժշտություն։ Եվ ես ադոր համար շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ քեզի, որ գրծար այդ շարավիղը շարունակել։ Որտեղ դժբախտաբար հիմա շատերը նոր սերունդը 2000-ին հետո ծնածները չեն ալքիներ ինչի մասին կխոսին կարմենք։ Ասե։ Ճիշտ է, նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, չիմորնանք, որ այս հերոստատեսությունը առաջին քաչալերողներն եղած է Ժոզեֆ Գրիգորյանին, անշուշտ քու ներկայությամբ արաբերեն երկերուս օրերը հալա եւ այլն։ Կալով այդ նույնին հետաքրքրական է, որ այդ քույնը ես շարունակեցի անշուշտ իմ ոճից մեջ։ Բավական հագասություն կար։ Վերջի վերջով փորձեցի բացատրել, որ այո, ճիշտ է, որ իմ ներկայացուցիչս կրնալը 100% հայկական չէ, բայց հայերեն լեզու է եկածս եւ չիմորնանք, որ արաբիո մեջ ծներեմ, լիբանան ծնած երիտասարդ եմ, չնայած հայկական դպրոց կացած եմ, հայերեն ուսաներեմ, անշուշտ արաբերեն առաջնակարգ լեզուն է լիբանանի, այսինքն ծիծաղելին այդ է, որ այդքան հագասություն եւ այլն պատմությունն հետո ներկայիս հարկանքս բոլոր երկիշներուն հիմակվա երկերը ինչ որ գլսեմ իմ ըրած կորձերու շարունակությունն է գրգնությունն է պիտի ասեի նույն պատմությունը նույն ոճը հիմա 30 տարի հետո նորը սկսավնել եւ չեմ գիտեր գալիս թե հագասություն չի գա հիմա բաներուն նո ընդհանրական այո քիչ վրան գիտես չէ ջաշմը եթե գեփե լավ շեֆը ջաշ գեփե հետո YouTube կտնե հետո մարդիկ YouTube-ին գարնեն եւ իրենց variation-ը գնեն վրան մեկա թուրք մկավեցնեն մեկա սոխ մկավեցնեն եւ իրենց գլա բայց չեն գիտե որ ասիկը իսկսպանը արդեն ուրիշիներ չէ հիմա YouTube-ի նյութի վրա եթե YouTube-ի վրա խորանանք շատ երկիշներ ես առնվազն գրնալ 7 հոգի իմ երկերս բոլոր արած են բայց բարեբախտաբար հարկելով քրած են դագթե օրիգինալ երկիչը Ժոզեֆ Գրիգորյանն է ասելով երկին բայց այդ ոճը չեմ գիտեր շարունակվի անցածները վիդեոմն ալտիդեցի դոկումենտարի մրած են Երևանի մեջ իմ Եփոլ Բադադլյանն այդ դոկումենտարի մեջ ասենք գես մեկ ռոբեմը դեր գրաված է որ Թուրսի հայերը եկան եւ այս ոճը բերին հիմակվա երկիշներն ալ competition-ի դարձավ այդ ոճը շարունակեն ասելով այսպիսի դոկումենտարի մը դեսա որ հետաքրքրական էր ինձ համար չեմ գիտեր բայց մեր հայկական իսկական երաժշտության հարստությունը չունի զուր նստինք չի դակ խոսենք մեր ավելի pop modern երկերու նմանություններ կան նոր ցայներ կորզածված են բայց չիմորնանք որ մեր իսկական հայկական երաժշտության հարստությունը գեղեցկությունը ուրիշ տեղ ունի ադի բետ չմորնանք այո չէ գիտես ինչ է Ժոզեֆ ասեմ անկեղծ որովհետև հայ երաժշտությունը մանավանդ չարթեն հետո բոլորովին միայն քոնի երաժշտության մասին է խոսքս լեզվաբանության ասածաբանության մասին չէ բոլորովին նոր ծնունդ ստացավ եւ կարծես թե թրքախարն էր այսինքն լիբանանը ասենք այդքան չէ բայց ամերիկայի մեջ ուդով քոնե ֆրեզնո ես լսած եմ թրքական այդ մուղամո մինչև հիմա որ եւ ինչ եղավ հանցինս մեր շատ սիրելի Ադիս Հարմանդյանին հանցինս մեր Լևոն Կաթրջյանին որոնք գրծան Հայաստանեն փերել այդ երկերը էստադային երկերը եւ մեզի ներկայացնել եւ անոր
շարունակությունը եղավ Մաքսիմը, անոր շարունակությունը եղավ Մանվել Մենեգիշյանը, այսօր շատերը քիչերը գիտեն, որ Սարգի Մուրադյանը, որ եկավ Ամերիկա, եւ 85-ին հայ առաջին Armenian Teletime-ը era։ Այո։ Եվ Armenian Teletime-ին միջոցով գրծավ ներկայացնել հայկական երկը մշակույթը։ Ճիշտ է, ադերուն մեջը լոլիկ եւ վարունգներում մասին գխոսեր, բայց եւ այնպես երկիշներուն արիտ կուդար պլատֆորմներ, որպեսի հայ երկիշները ներկայանային։ Ուրախ եմ ասելու, որ իր մե հետո շարունակակապար 89-ին ի վեր ես դեր կամ միջև հիմա անոր համար մեկ անգամ գադագով Սարգին Ալլա երհամ ասվածոքին դուսավոր է էսի որ Սարգի էսի դու մերնից հաջորդը ես եմ էսի շարունակական որ TV-ով որպես հերոստա ժամի բան գադագի մեկտի ցկելով իրապես գրծակ թուք պահել այդ հոգին հայկական հոգին լա տարբեր ոճով երկերու մեջ, լա արաբական երկերու մեջ, լա հեղափոխական երկերու մեջ եւ այլն եւ նաեւ ես միշտ քիչ առաջ որսի այդ դուետը որ տուն եւ փոլը գնեք ասվածոքին լուսավոր է ինքնալ գրծավ իր դերը կրավել մեր նորելուկ մշակույթի երաշտական աշխարհին։ Մի քանի սերունդներ փոլ երկերով մեծացան, փոլ շատ երկիչներ մեջտեղ բերավ, փոլի ոճով 60 երկիչներ կան հիմա, որ դպորցեն ճիշտ փոլի պես երկել։ Ես ալ փոլին շատ աստեցություն եմ բրաս, բայց բարեբախտաբար իմ ոճովս երկու է։ Տունին յուրահատուկ, այո։ Հիմա մեղատրելի չէ, քիչ մեզ համար իբր լիբանանահայ երկիչ միացյալ նահանգներ քալեսի հետ նկատի արի թե այսինքն քիչ դժվարություն կա աշխուժայի մեջ կոյադևելը, որովհետև Լիբանանի կամ Հալեբի քաղաքները, որ ես Հալեբ ապրած եմ, երկած եմ, Լիբանան ծնած եմ, անշուշտ լիբանանահայ եմ, մեր մոտ ինչ էր հայերեն, արաբերեն գերկենք, որովհետև արաբերեն լեզուն ամեն օր գլսենք, քիչ օրինակ հունարեն եւ այլն։ Բայց Միացյալ Նահանգներ գալիս հետ կը այսինքն դժվարությունը միայն հայերեն կամ արաբերեն երկելու մեջ չէր, հայկական դարբեր ոճեր երկելու մեջ էր։ Այո։ Մենք սեբենք թե ուրիշ բաներ կա, երկեր կա Լիբանան օրինակ Փոլ Բադադյանի ցայնով լսած ենք, համոզված ենք, որ այս Փոլին երկն է, բայց հիմա որ ինտերնետ կա, YouTube կա, գիտես, այլևս ChatGPT կա, ինչ որ է շատ բաներ կա սորվեցանք, որ չէ, ասիչ քուսանին երկն է եղեր, այո, մենք գազենք փոլը կրած եկան, շատ երկեր կան, օրինակ դարիներ յետքը ես հետո ճիշտ ոճը լսած եմ, որ աս երկին ճիշտ երկցևը այս է ոճը երկեցողության, այս է շիտագը, այդ բայկարներում մեջ քիչ դժվար ամփոփ իր ելևեջներով եւ այլն, բայց ինձ համար հայասկի համար երկելը մեծ ուրախություն է։ Ես գրնամ դրվակ մը պատմել քեսի Ջոսեֆ, որտեվ ընդհանրապես արիտ չի եղած պատմելու։ 75-ին երբ Բեյրութեն պատերազմը նոր սկսած էր, ապրիլին սկսավ, մայիս-հունիս շարունակեց, հուլիսին գեցավ, հետո օգոստոս-սեպտեմբեր ահավոր սկսավ, այդ հուլիսի ժամանակ ես Վիեննա պիտի երթամ, ուրեմն հարցուցի, որ ինչ կուզեք բերեմ հետս Վիեննա, ինձ էսին, որ ուրեմն ինչ որ մի ոմն Փոլ Բաղդադյան կա եղել և կասետ ունի, ուր պիտի երթանք Բուրչամուդի մեջ, դիսկոտեք ժեկա պիտի երթանք, ուրեմն եւ Սարդարաբադ ագումբին կովն է այս կողմը Սապրիչն է որ հետը աշխատեր եմ 7 տարեկանին ճուր բաներ եմ եւ շաբաթականս մեկ ոսկի էր այդ ժամանակ մեկ լիրա հա մեկ լիրան ահագին բան էր գիտես հա
ասկոմնա դիսկոտեկ ջիկաներ գաշի կորձի կոկովը եւ ուրեմն քացի մտա ծանոթ էր մեզի ասկականներս ենք հերու եւ ասի բարև ամմո եւ հոն մարդ մգար երիտասարդ մարդ մգար ասի որ նոր երկիչ ես վիենա պիտի երթամ ասի վանք պիտի երթամ ինձ գսեմ որ ասի նոր երկիչ մգա Բաղդադցի է բանը ասի հաջիս ասի անոր կասետներեն դուր հետստանիմ այդ երիտասարդ տղան որ ժեկային կովը գեցեր էր Yavri գսավ իմ կասետներես 3 հատեցրի դուր իրեն ասավ Ինչատ փոլներ եկես եւ որ իրեն հետո պատմեցին ինքը հիշեց ադիգա եւ ուրեմն այդպեսով այդ կասետները դվավ ու հետս պերեցի մշակույթը պահելու համար մանավանդ նայր Հայաստանի մեջ դժվար չէր հայերեն խոսիլը որտեվ երբ որ թուրը փանայր դուրս ելեր շենքեն ամեն մարդ նախակային մինչև քեդին ավակրով հայերեն խոսեր իսկ մերկով հայերեն եթե հայկական թաղամասեն դուրս ելեր հայերեն խոսող չի գար so ցևով հայապահպանումը սպիրկին մեջ մենք պահեցինք եւ նաեւ ցուկ որպես երաշտություն որպես մշակույթ մեր մեջ ադի պահեցիք ասի մեր պատմությունը հիմա գրնալա չանդրադառնա բայց 50-100 տարի մեր կարողության չափանշուշտ 100 տարի հետո վստահ պիտի անդրադառնա այս թեփքին մասին որ ասելով որ հայությունը պահպանվեցավ մշակույթով թատրոնով երաժշտությամբ շատ բարի ինչպես է հիմա նոր կյանքդ Նոր կյանքը Հիմա գիտեմ Փաշան 3 տարեկան է Փաշան 3 տարեկան է Ջոզեֆ ջունիորը աղջիկս պիտի 17 տարեկան լա Աստված պահե այո մեկ ամիս են դիգինսալ հայկական բալետա ուսուցչուհի այո եւ պետք է ասել որ ինքը Սիմոնին աղջիկը եւ այո ասին որ չէ Ջոզեֆը ամուսնացավ ով է սա աղջիկը սա Սիմոնը օքեյ ուրեմն ճիշտ տենջերան դարձել ղապախը կդեր է ասի այսինքն 25 տարի որ արսազրույցերին կես ամորի դղա է այո հիմա ուրիշ մարդ է չէ պսակված I love it հայր մնեմ հայ մնեմ կյանքը բավական սպաղ է մի քանի գործերով սպաղիմ երկի գողքին կյանքի ապահովության եւ Covered California-ի բանեմ agent-ը ներկայացուցիչներ ուրեմն սիրելի հերոստատով բարեկամներ անգամ եւս ասեմ եթե ովևէ մեկ ցես ինշուրանսների համար կա Ջոզեֆին դիմեցեք եւ Ջոզեֆը անպայմանորեն ինքը պիտի ցեսի օգնի այդ ուղղությամբ բայց եւ նաեւ իր աստվածատուր ցայնովը պիտի ուրախացնի հարաճի գա Եր ուրեմն չորեքշաբթի դեկտեմբերի 24-ի երեկոյան ժամը 8-ին սկսյալ Christmas Eve այո ուրեմն Ջան ռեստորանտը գա Արցախ բողոքայի վրա 3 տարվա ռեստորանտը իմ լավ ընկերոջ ռեստորանտն է Ջան ռեստորանտի մեջ Ջոզեֆ Գրիգորյանի ելույթը ինձ պիտի մասնակցի հյուրապար մեր բոլորի գոմե սիրված Արման Մարդիկյանը իմ երաժիշտներս Պիրլան Սարգիս Օքսազյան keyboardներու վրա եւ ճտագար Մերսելի Շանտանելյանը որովհետեւ արդեն salesman դարձած եք մարամասությունները բացատրեմ շատ հարմար կի նրազենք $120 դեղերը սահմանափակ են եթե ցանկությունիք ներկա գտնելու խնդրեմ շուտով գրնակ ապահովել ծեր դեղերը հեռախոսի համար արդեն կտեսնեք սկրինի վրա հույսով եմ ներկա գտնվիք եւ գեղեցիկ Քրիսմասի մոռացեք 818 943 818 այո եւ գիտեք ինչ է որովհետեւ շատ մեկ հայերս գսենք որ 24-25 մեր ծնունդը չէ եւ մեզի ինչ բայց եւ այնպես պետք է անկեղծ լամսելու որ օրինակի համար այս արիթը կօգտագործեն բարսիկ երկիչները մարդոք Լաս Վեգաս կգան չեն գամ հիմա Հայաստանեն խումբեր գուքան եւ չգիտեմ ուրդեղներ գերտան սիրելիներ նայեցեք ես ինչ կսեմ
Ահավասիկ ես արդեն 60 տարեկան ծերուկ մարդ եմ եւ 89 թվականին ի վեր հայ եթերում ցայն ունիմ տեսեք հերուդեղ մի երթակ մի խմեք մի չխմեք անոր համար եկեք ծեր շրջապատը քանի որ դեկտեմբեր 24 է եւ պիտի բոլորս ալ ընթրիկ պիտի ինենք եկեք ինչու չէ միևնույն ժամանակ նաեւ վայելեցեք Ժոզեֆ Գրիգորյանը խմիչքը սիր ադալավելցնեմ դու գրնակ ծեր խմիչքը ծեր հետ բերել no cork fee no additional fee so ադալավելցնեմ որովհետեւ հայերի բաժակ մնալ ինձ կհրամցնեք էլի որովհետեւ հայերը գիտես կսեն բլու ես բլու color գխմեմ it's okay ինչ ուզեք գրնակ բերել ամենակարևորը այս աշխարհին մեջ որովհետեւ նորեն պետք է ասեմ պետք է life goes on մի քիչ ուժեղ պետք է լինենք եւ հաղթահարելով այս մեր առօրյա կյանքի դժվարությունները բարձրանանք վեր եւ գարենանք ասենք խոր շունչ մկաշել եւ ասել որ այս տոնական օրերը իրապես ծմրուր ուրախությամբ գարենանք ըմբոշխնել սիրելիներ անորոմալ ես հիմա տիկետ չէ որ գծախեմ այլ գուզեմ անպայման ասել որ բոլորիս համար եկեք առօրյան մորնանք բիլերը կորձերը տրաֆիկը ֆրիվեյները ասոնք միշտ ալ պիտի ըլլան բայց եկեք այս վարկյամը կդրվինք այս ավելորդ կյանքեն եւ դուք ցեզի նվերեք ծննդյան նվերեք հանգստություն մտքի հոգվո սրտի եւ շատ քեղեցիկ է արեմուտքի մեջ Քրիստոսի ծննդյան տոնն է ապրիլ 20 դեկտեմբեր 20 ասիցա մի խմցնեք ինձի մի խմցնեք Ջոզեֆ Հավիբի եւ ադար համար ուրեմն դեկտեմբեր 24-ին Չէ հարցումը ասեցան Ֆրեզնոյի գոմերն ալ գտիդեն ասայդ այո ամենը զոքանչս գտիդեք այդա լիշեցնեմ որ ամանորի քիշերը Ֆրեզնո պիտի երկե Վերջացա ամեցեք այո հորեղբայրս այնտեղ է ամո հավաքեք Հովագիմյան Սինսիլատ Եգոր Ջոզեֆենսկովը լեցուն ընտանիք ունին Հովագիմյան օնդը համա եւ so Ջոզեֆ ջան քեզ նախ մեմ ասեմ որպես ես կուզեմ իմ անձնական անհատական եւ կներես եթե չեմ ուզեր վիրավորել քու համեստությունդ տուն շատ մաքուր երիտասարդ հայ մնես շատ շնորհակալ եմ եւ որովհետեւ ես անցամբ գիտեմ սիրելիներ մենք այս տաղավարեն քանիցս Կարո Հովագիմյանի հիշադակին քանի անգամ մենք կալաներ հրացենք եւ հավատացեք որ տարբեր իմանուներ չեմ ուզեր տալ երկիշներուն թիմել են հետո եւ որ Ժոզեֆին հերացայինները մեկ անգամ եւ ասել եմ Ժոզեֆ Եգուր եւ քու ներդրումդ քու ցայնովդ քու ներկայությամբ ուրախացուր այդ գալայի ներկաները ոչ մի ժամանակ Ժոզեֆը չմերժաց եւ դա սիրահոժար եկած է այս գործը կատարելու so ես կգործեմ որ մարդու մակրությունը մակրու հոգու մակրությունը դա շատ մեծ թեր կխաղա այստեղ շնորհակալ եմ Ժոզեֆ Ադորյան մեծ սիրով երբ որ պետք ունենաք անպայման ես ներեմ եւ չնայած որ մի ժամը եւ դեռ ասես եւ որ անգերց պետք է ասեմ որ եթե գիհիշես միշտ երբ որ սեպտեմբեր 21-ի հետ կապված Վերդուգոյի մեջ մենք գունենանք Հայաստանի Հանրապետության նորոգ անկախությունը եւ տուն երբ որ եղել է միշտ պատնեշին վրան եղած ես միշտ պատրաստ Աբրիս եւ Աստված քեզի օրհնե քեզ եւ քո ընտանիքդ պահե պահպանե եւ այս տոնական օրերուն մենք կմաղթենք քեզի փայլուն եւ լուսավոր ապակա
Շատ շնորհակալություն Ստեփան ջան, հատկապես քեզի AMGA հերոստատեսչան Էդվարդին thank you միշտ երբ որ խնդրած եմ ոչ եք ասած շատ շնորհակալ եմ ես ալիմ գարկիս եթե պետք ունենաք անշուշտ միշտ ներկայ եմ մեր ժողովրդին ալգարձեմ փամը պիտի Ծնունդ մը պիտի շնորհավորես, չէ՞։ Նախքան ես չեմ մորցած։ Հա, նախքան շնորհակալություն այդելը սիգուր ես չեմ շնորհավոր է հետո։ Ես չեմ մորցած։ Ուրեմն սիրելիներ, եկեք միասնապար մեր սրտակին շնորհավորանքները անենք մեր շատ սիրելի երկարամյա մեր ծրագրին թիդող մեր շատ սիրելի բարոն Հակոբ Կեբենյանի 80-ամյակն է եւ մեր բոլորի կողմից կուզեմ շնորհավորել որովհետեւ անցյալ շաբաթ արդեն թեվակողեց այս նոր ամյակը եւ կմաղթենք իրեն երկար երջանիկ առողջ հաճող արևշատ եւ օրհնապեր տարիներ բարոն Հակոբ Ցեզի ասեմ, որ ինչու համար Հակոբը ես շատ եմ սիրում, որովհետև իմ հոր անունն է եւ նաեւ իմ տղայի Դանիելի middle name-ն է Հակոբը եւ դրա համար ցեզ ամենայն բարիք հաջողություն երկար ու երջանիկ կանաչ ճանապարհ։ Ծնունդի շնորհավոր լինի, բարոն Հակոբ։ Այո։ Եվ պետք է այսպես բանովել ասեմ, որ դուք շնորհակալ ենք, որ հայ ազգին տվել եք մի հրաշք զավակ Կարինե Գեփենյանը, որ ամեն օր այս եթերով լուսավորում է մեր ժողովուրդը դարբեր նյութերով։ Գիտես ինչքան դժվար է ամեն օր լուրեր պատրաստել Հայաստան եւ իսպիրս աշխարհի եւ Ամերիկայի մեջ մանրամասնորեն անգողմնակալ այս լուրերը տալ եւ ապրեք դուք եւ նաեւ մեր շատ սիրելի Կարինե Գեփենյանը Կարինե ջան քո հայրիկի ծնունդյան տոնը շնորհավոր լինի թող իր ամփովանին ցեր գլխից անպակաս լինի եւ Աստված իրեն առողջություն երկանկյակ տա Ժոզեֆ ջան վերջին խոսքը քեզի է ըսե տեսնեմ Ժողովուրդ ջան ծեր բոլորին ամենալավն ու բարին կմաղթեմ թող 2026 թիվը լինի շատ առողջ խաղաղությամբ լեցուն, արևով լեցուն դարիմը, մեր հայասկի համար, մեր հայրենիքի համար, ծեր բոլորի համար, լավ մնացեք, ցեզի միշտ սիրող եւ հարգող Ժոզեֆ Գրիգորյան, I love you all, նույնպես քեզի շնորհակալություն Ստեփան ջան, AMGA-ի, and thank you very much. Դեկտեմբեր 24-ին երեկոյան Ջան ռեստորան Ժոզեֆ Գրիգորյանի հետ, ծեր դեղերը շուտով ավարտեցեք 818889435 Եվ հասցեն ուրեմն 145 North Artsakh Avenue։ Այո, մի եսեք որ Արցախ չունենք, մենք Գլենդելի մեջ Artsakh Avenue ունենք։ Եվ այսպեսով սիրելի հեռուստայտող բարեկամներ, անգամ եւս շնորհակալություն կհայտնեմ, որ դուք մեր հետ էիք եւ կմաղթեմ ցեզի երկար կյանք, առողջություն եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն մինչեւ մյուս շաբաթ։